Այսօր միասին սովորելու ենք, թե ինչպես կատարել knuckleball հարվածը։ He's going to strike for goal. Here he comes. Oh my word! Can you believe the genius of this man? Ֆուտբոլում իմ ամենաուժեղ կողմերից մեկը եղել է հենց հարվածները, դրա համար իմ մարզիչին հնարավորություններ են ձեռում ինձ 6 տարի մեծ ֆուտբոլիստների հետ պարապել։ Knuckleball-ից օգտվել են շատ ֆուտբոլիստներ, բայց միևնույն ժամանակ տուժվել են դարպասապահներ։ Այսօր սովորացնելու ենք ձեզ ինչպես կատարել knuckleball հարված եւ Նարեկի հետ ենք, Նարեկը նախկին Ուրարտուի դարպասապահն է։ Knuckleball հարվածը անպայման պետք է ունենա թափավազք։ Օրինակ, knuckleball-ի ժամանակ պետք է գոնե 3 քայլ հետ գնալ եւ մի քիչ թեկություն տալ, բայց իմ փորձից ելնելով կարող եմ ձեզ ասել, որ ուղիղ կանգնածել է հնարավոր կատարել հարվածը, բայց թափավազքը պետք է լինի անպայման, որ հարվածին ել ավելի ուժգնություն փոխանցեք։ Յուրաքանչյուր ճիշտ հարվածի ժամանակ հենման ոտքը պետք է լինի գնդակին հավասար, մոտավորապես 10-ից 15 սանտիմետր հեռավորության վրա։ Գեղեցիկ knuckleball կատարելու համար պետք է հարվածել գնդակի կենտրոնական հատվածից փոքրինչ ներքև, բայց ավելի շատ ներքև հարվածելու դեպքում գնդակին կհաղորդենք այլ էֆեկտ եւ գնդակը օդում ուղղակի կսկսի հորիզոնական պտտվել։ Սովորական դասական հարվածի ձևը, որը ընդունված է ֆուտբոլում, կատարվում է ոտնաթաթի կենտրոնական հատվածով, իսկ knuckleball-ի դեպքում ոտնաթաթի այս կողքի թմբիկի հատվածով։ Ինչքան ուժեղ եւ ոտնաթաթը ձգած հարվածեք, այդքան մեծ կլինի knuckleball-ի հավանականությունը։ Մարմնի դիրքը պետք է լինի ուղիղ հարվածին ուժ փոխանցելու համար։ Բայց պակաս կարևոր չէ, թե ինչ գնդակով եք հարվածում։ Knuckleball անելու համար առաջին տեղում իմ համար Ջաբուլանին է, երկրորդ տեղում Team Geist է, բայց այնպես չի, այլ գնդակներով knuckleball չի ստացվում։ Լավ էլ ստացվում է։ Օրոք Նայով է գալի։ Ոյ քորո։ Եթե ուզում եք սովորել հնարքներ եւ այլ տեխնիկաներ, ուրեմն կոմենտներում գրեք։ Անձրև է գալիս։